Ողջույն հարգելի հայրենակիցներ։ Սիրելի հայրենակիցներ, իմ ձեռքում է մեր եռագույնը, մեր պետության, պետականության գլխավոր խորհրդանիշը։ Մենք այս եռագույնը ժառանգություն ենք ստացել առաջին հանրապետությունից։ Սա պատասխանատվությունը, սա մեր ժողովրդի ինքնության դարավոր պայքարի խորհրդանիշն է։ Մենք ունենք առաքելություն, այս դրոշին տեր կանգնելու, մեր պետականությանը տեր կանգնելու և դա անելու ենք միասին։ Այսօր ընտրարշավի վերջին օրն է։ Մենք միասին ամփոփում ենք մեր կատարած աշխատանքը։ Սիրելի հայրենակիցներ, ընտրարշավի ողջ ընթացքում մենք մեր թիմով շուրջ 70 համայնքներում հանդիպումներ ենք ունեցել։ Եղել ենք Հայաստանի բոլոր մարզերում, քաղաքներում, տարբեր գյուղական վայրերում։ Մեկ խնդիր ենք ունեցել մեր առջև, մեր ժողովրդին և հանրությանը փաստերով և օրինակներով բացատրելու, որ այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է։ Եվ այս իշխանությունից պետք է հեռացնել այս իշխանությանը, այլ ոչ թե նոր հնարավորություն տալ երկիրը նոր փորձանքների տանելու համար։ Սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում Հայաստան դաշինքը, իդեմս Արցախի առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 135-ամյա տեսարագրություն ունեցող Հայ հեղափոխական դաշնակցության և նորաստեղծ Առաջ կուսակցության ապացուցեց, որ Հայաստանի քաղաքական դաշտի ամենակազմակերպված, ամենափորձառու և ամենակայուն թիմն է։ Եվ մենք այն թիմն ենք, որը ի վիճակի է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու։ Սիրելի հայրենակիցներ, մենք այս ամբողջ ընթացքում մեր հանրությանը ներկայացրել ենք, քանդելու փոխարեն կառուցելու, զիջելու փոխարեն պաշտպանելու, կորցնելու փոխարեն վերադարձնելու, ուրանալու փոխարեն հիշելու և պահանջելու, նվաստանալու փոխարեն մեր արժանապատվությունը վերականգնելու, այլասերված բարգերի փոխարեն ազգային արժեքների այլընտրանքը։ Մենք մեր ժողովրդին կախարդական փայտիկ չենք խոստանում, բայց ասում ենք, մենք գիտենք բոլոր խնդիրների լուծման բանալին և լուծելու ենք։ Մենք ասում ենք, որ միասին կարող ենք ստեղծել անվտանգ և մրցունակ պետություն, որտեղ հայ մարդը կլինի պաշտպանված, իսկ Հայաստանի քաղաքացին բարեկեցիկ և արժանապատիվ։ Մենք ասում ենք, որ կարող ենք միասին ինքնության հիման վրա կառուցել ազգային և արժանապատիվ պետություն։ Մենք թույլ ազգ չենք, մենք խեղճ անկարող ժողովուրդ չենք, մենք ցեղասպանություն տեսած, բայց առաջին հանրապետություն կերտած ժողովուրդ ենք, մենք երկրաշարժ տեսած, բայց Արցախ ազատագրած ժողովուրդ ենք։ Եվ շատ հստակ ասում ենք, Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան,
Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից պետք է դուրս գան։ Թշնամու պահանջով սահմանադրություն չենք փոխելու։ Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, մենք գալիս ենք ասելու, որ մենք տեր ենք մեր երկրի, գալիս ենք ասելու, որ Արցախի ժողովրդի վերականգնման իրավունքին տեր ենք, մենք տեր ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջի, մենք տեր ենք մեր երկրի ինքնիշխանությանը, մեր երկրի բանակի, մեր զինվորի, մեր գերիների, տեր ենք մեր ինքնությանը և ժառանգությանը։ Մենք տեր ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ ողջ հայ ժողովրդի, և մենք ենք տերը։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր տեր են, ովքեր քաջ են, թող գան մեր հետևից, թող քայլեն մեր կողքով, թող գնան մեր առջևից, տիրոջ իրավունքով, գնան տեղամաս, քվեարկեն Հայաստանին, Հայաստան դաշինքին։ Համար, 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 Սիրելի հայրենակիցներ, այս չարիքի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ընտրություններին վարչական ռեսուրս են օգտագործում կամ բռնանում են մարդկանց կամքի վրա, իր անձնական թշնամին է։ Ուրեմն Նիկոլ, դու երեկ թշնամի հայտարարեցիր քո ողջ քաղաքական թիմին, բոլոր նախարարներին, մարզպետներին, ԿՊ-ական քաղաքապետերին, հիմնարկների ղեկավարներին, ովքեր այս օրերին բռնանում են մեր ժողովրդի կամքի վրա։ Սիրելի հայրենակիցներ, մոտենում են վերջին օրընտրությունների։ Ձեզանից յուրաքանչյուրին դաշինքի անունից հայտնում եմ մեր շնորհակալությունը։ Դուք ֆանտաստիկ գործ եք արել այս ընթացքում։ Դուք մեր պայքարի ջահակիրներն եք, դիմադրության օջախները, այս ամբողջ ընթացքի հալածանքները ձեր վրա չի ազդել և չի ազդելու։ Եկել է վերջի կարևոր 2 օրը, ավելի կազմակերպված, ավելի համախմբված, տեր կանգնենք մեր ժողովրդի քվեին։ Ուրեմն, դիմում եմ մեր բոլոր աջակիցներին, մեր համակիրներին, 2000 տեղամասերում մեր վստահված անձերին, քաջ, համարձակ, տեր կանգնեք մեր ժողովրդի քվեին և թույլ չտաք դա կեղծելու։ Այս իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը, կորցրել է ժողովրդի աջակցությունը, նրան մնացել է 2 բան՝ գողանալ մարդկանց քվեն և վախեցնել։ Թույլ ենք տալու։ Թույլ ենք տալու։ Իհարկե ոչ և տեր ենք կանգնելու մեր ժողովրդի քվեին և մենք պատրաստ ենք։ Նորից դիմում եմ մեր բոլոր համակիրներին, աջակիցներին, իմ դաշնակցական ընկերներին, ոնց որ առաջին գծում սահմանեք պահել, ամսի 7-ին էլ տեղամասերում մեր ժողովրդի քվեն պետք է պահել։ Եվ վերջում սիրելի հայրենակիցներ, խոսքս ուզում եմ ուղղել ուժային կառույցներին, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում ծառայում են այս իշխանություններին։ Դուք երդում եք տվել Հայաստանի սահմանադրության վրա, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե Ալիևի խամաճիկ Նիկոլին։ Դադարեցրեք այս ապօրինությունները։ Նիկոլ Փաշինյանի
Փաշինյանը իր հանցագործությունների համար միևնույն է ցմաք դատվելու է։ Իր համար մի հոդված ավել, մի հոդված պակաս, այլևս նշանակություն չունի։ Դուք մաս մի դարձեք այդ հանցագործությանը եւ մնացեք օրենքի շրջանակներում, որովհետեւ Նիկոլից հետո կյանք կա եւ իրական կյանքը սկսվելու է հունիսի 7-ից եւ նրան վռնդելուց հետո։ Ուրեմն Ժորժ ջան, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, միասին, կարող ենք եւ վստահ անելու ենք։ Ձեր ցավը տանեմ, լավ մնացեք։